Պարոն Վարդանը, օրերս Արփի Դավոյանը անդրադարձավ ձեզ, նաև անդրադառնալով ձեր հոր կողմից գմբեթների կառուցմանը, դրանց գումարներին, ասում էր, բա ուր են հիմա այդ գմբեթները, հաշվետվությունները, այդ գումարները ընդհանրապես ինչ արեցիք, Արփի Դավոյանին որևէ պատասխան ունեք? Իրականում Արփի Դավոյանը իր իսկ ելույթում նշեց, որ չի հասկանում ինչի մասին է խոսում, դրա համար իրեն հենց պատասխան չեմ ուզում տալ, ուղղակի ձեր հարցի մեջ ասեցիք, որ իմ հոր կողմից կառուցված դա ՈՄԱ ռազմահայրենասիրական կազմակերպության կողմից կազմակերպված ու հասարակության կողմից կառուցված փակ կրակակետերի մասին է։ Ու այդ փակ կրակակետերը մեծամասամբ իրենց տեղում են, տեղեր կա, որտեղ բնան եկել է եւ տեսել է, որ շատ լավ տեղում են կառուցված ու մեզ տեղյակ պահելով ուրիշ ամրակառույցներ է կառուցել։ Մեղադրանքներ էին հնչում, որ քաղաքացիների հույզերի հետ խաղալով, այդպես գումարները վերցնել եք, բայց դրանք իրականում իրենց նպատակներին չեն ծառայում։ Ես կասեմ, որ 23 թվականին նույնպիսի մեղադրանքներ եղել են ու իրենց կուսակցության առաջնորդը հրամայել է իրեն ենթակա ծառայություններին, որ գան ստուգեն, եկել ստուգել են բոլորի առկայությունը մեր հաշվետվություններում, տեսել են, որ կա, նույնիսկ ավելի շատ էր, քան մենք էինք ներկայացնում։ Բոլոր գումարները ծառայել են իրենց նպատակին։ Բայց այդ գմբեթները իրականում ինչ խնդիր կարող են լուծել բուն մարտական գործողությունների ժամանակ։ Հիմա հնարավոր է իրենք որևէ տեսադաշտի առումով հակառակորդին թույլ չեն տալիս երևալ կամ որևէ բան են քողարկում, բայց բուն մարտական գործողությունների ժամանակ իզորու են որևէ բան անելու, օգնելու բանակին։ Միանշանակ իզորու են, ինչից է առաջացել գմբեթ 2-ի միտքը։ 20 թվականին մեր առաջի զոհը եղել է երկրորդ գիծ փորելու ժամանակ, այսինքն բանակը 30 տարվա ընթացքում չի հասցրել երկրորդ գիծ փորել։ Մենք վերադարձանք այդ խնդրին նաև 22 թվականին, երբ որ մարտական հերթապահություն էին կրում սեպտեմբերյան դեպքերից հետո ջերմուկում ստիպված երկրորդ գիծ ենք փորում։ Ու քանի որ հիմա դա շատ ակտուալ է դարձել ԱԹՍ-ներից տեսանելիություն չլնելը, փակ կրակակետերը հարցը լուծում են։ Մեր զոհերի մեծ մասը թե 44 օրյա ժամանակ, թե հետագայում եղել են վերևից դիտարկման պատճառով։ Իսկ փակ կրակակետը այդ հարցը լուծում է։ Ցավոք սրտի մինչև այժմ դեռ մեր սահմանը բավարար չափով կահավորված չէ, իսկ այդ հարցը կարար այդպիսի փակ կրակակետերը լուծեն։ Ես չեմ հասկանում ինչի համար է իշխանությունը դրան հակազդում։ Երևի կարողացել ենք մի գործի շուրջ հասարակությունը կազմավորել, միացնել, որ մի գործ անեն, իրենք խանդում են։ Բայց տեսել եք նոր կահավորումը զինված ուժերի, որ օրինակ իշխանության ներկայացուցիչները կամ նույն պաշտպանության նախարարը բազմաթիվ անգամ իր խոսքում ներկայացրել է, խոսել է բանակի կերպակերպման մասին, է խոսել ընդհանրապես կահավորման, այդ գմբեթներն էլ կարծես թե ոչ նպատակահարմար են համարում։ Անկեղծ ասեմ, մենք գմբեթ 2 ծրագիրը եւ իրականացնում ենք ՈՄԱՌՀԿ-ով, դրա շնորհիվ սկսվեցին այդ իրենց ամրաշինականները մեծ թափով կառուցել։ Այսինքն հասարակական կազմակերպության գործերից մեկը նաեւ ստիպել, որպիսի համապատասխան մարմինները աշխատեն։ Մենք կարողացել ենք դրան հասնենք ու կարող եմ նաեւ նշել, որ գմբեթ 2-ից առաջ ունենք գմբեթ 1 ծրագիրը, որը հիմա լայնորեն կիրառվում է հենց ՊՆ-ում։ Այսինքն, երբ որ իրենք ասում են դա վատ է անդրադարձել կամ ես դրական եմ, միայն դրականն եմ տեսնում, որ դրական է անդրադարձել մեր երկրի պաշտպանունակության վրա։ Ու համել կուզենայի նշել, որ վերջերս մեր ԳՇՊՏ բարձրացավ սահման ու առաջնագիծը ցույց տվեց վիդեոներում։ Ինձ թվում է ձեզ, այսինքն բոլոր դիտողները տեսան, թե ինչքան չի համապատասխանում իրենց ներկայացած ամրակառույցներին առաջնագիծը։ Իսկ ամրակառույցները ուրիշ գծի վրա են, առաջնագիծը նույն ողբալի իրավիճակում է գտնվում։ Դուք հավակնում եք որևէ հանձնաժողով լինելու, օրինակ պաշտպանության եւ անվտանգության։ Այո, ես այդ հանձնաժողովում եմ աշխատել։ Վիլեն Գաբրիելյանը ամբիոնից հայտարարեց, որ իր աշխատելավոճը այլ է լինելու եւ ընդդիմադիր որևէ գործ չի թույլ չի տալու գալ ամբիոնից ելույթ ունենալ, որևէ խնդիր մատնանշել եւ թողնել հեռանալ։ Նշեց, որ խնդրի լուծման բանալիները կամ ճանապարհները եւս դուք պետք է առաջարկեք, եթե իրենք չգտնեն։ Դուք այս աշխատելավոճին ինչպես եք վերաբերվում։ 51 կամ այդ քաղաքները։ Մոտեցումը լավն է,
անկեղծ ասած իմ հասարակական գործունեության ընթացքում տարբեր օրինագծերի շուրջ առիթ եմ ունեցել Վիլեն Գաբրիելյանի հետ աշխատելու ու ինքը ինչ ասում է շատ մոտ է իրականությանը, տեսել եմ ոնց է ինքը արձագանքում հասարակության բարձրացրած հարցերին, նույնը կարծում եմ լինելու է այս հանձնաժողովում։ Իր տեխնացությանը կողմ եք քվեարկելու։ Ինչպես մեր քաղաքական խմբակցությունը ինչպես կորոշի, այդպես է կանենք, բայց դեմ չեմ իր տեխնացությանը։ Դուք ինչու որոշեցիք Ուժեղ Հայաստան խմբակցության կազմում լինել եւ ԱԺ-ում որպես պատգամավոր այս գումարման հանդես գալ։ Այդ որոշումը կայացրել եմ, այսինքն միջև այդ հասկացել եմ, որ իշխանության հետ որևէ ձև հասարակական ոլորտում այլևս աշխատել հնարավոր չէ, իմ ոլորտում, որովհետև դեկտեմբեր ամսին 25 թվականի պարոն Պապիկյանը ասաց, որ բանակը մնալու է բանակի ներսում, այսինքն իրենք խնդիրը չեն հասկացել, որ երբ մտցնում են համապարփակ պաշտպանության ու անվտանգության հայեցակարգը, դա նշանակում է պետական մարմիններ, հասարակություն միասին աշխատանք, ու իր հայտարարությունը հակասում է այդ հայեցակարգին։ Ես մտել եմ, որպեսզի տեղ հասցնեմ այդ հայեցակարգը։